Բարի օր, սիրելի հայրենակից։ Այսօր չորեքշաբթի է եւ եթերում իրական լուրերի հերթական թողարկումն է։ Ձեզ ենք ներկայացնում անցած շաբաթվա կարևոր իրադարձությունները։ Անցած շաբաթ մեծ տարածում գտավ այն լուրը, որ ՀՀ ներկայիս կառավարության վարչապետի ուղիղ հրահանգով աշխատանքից ազատվեց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը ԱՄՆ փոխնախագահ Վենսին Արցախի վերաբերյալ գիրք նվիրելու համար։ Այսօր արդեն թանգարան ինստիտուտը նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նախկին դիվանագետ Հրաչյա Թաշչյանը, որ պատրաստակամություն է հայտնել Նիկոլ Փաշինյանի գիծն առաջ տանել, պարզվում է Փաշինյանի աշխատակազմում օգնական աշխատելու ընթացքում մասնակցել է ադրբեջանական կողմի հետ գաղտնի բանակցություններին 2018-ից 19 թվականներին։ Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 9-ին էր, որ նա նշանակվեց վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ 3 տարի ժամկետով, իսկ 1.5 տարի անց 2021 թվականի դեկտեմբերին Փաշինյանը նրան ազատեց, երբ արտահոսքեր կային այդ բանակցությունների մասին։ Նա գրագրության մեջ է եղել մասնավորապես Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիկմետ Հաջիևի հետ։ Ասում են, նույն պատրաստակամությամբ ծառայել է նաև նախկիններին։ Մինչ Փաշինյանի օգնական նշանակվել է, պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԳՆ-ում ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ, ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ։ Թաշչյանը ՀՀ արտակարգ դեսպանորդի եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունի։ Շվեյցարիայում բողոք է ներկայացվել Սոկար Թրեյդինգի դեմ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում ունեցած դերակատարության համար։ 2023 թվականի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի կողմից ստեղծված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեն Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիայի հետ համատեղ 2026 թվականի մարտի 18-ին Շվեյցարիայում պաշտոնական բողոք է ներկայացրել Սոկար Թրեյդինգ SA ընկերության դեմ։ Բողոքում նշվում է, որ ընկերությունը խախտել է պատասխանատու գործարար վարքագծի միջազգային չափանիշները, ֆինանսական աջակցություն ցուցաբերելով մի պետության, որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումների համար։ Բողոքը պաշտոնապես ներկայացվել է Շվեյցարիայի ազգային կոնտակտային կետին ՍԵԿՕ համաձայն տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության բազմազգ ձեռնարկությունների համար նախատեսված 2011 եւ 2023 թվականների ուղեցույցների։ ՏՀԶԿ ուղեցույցների հատուկ դեպքերի Specific Instance հացակարգի համաձայն Շվեյցարիայի ազգային կոնտակտային կետն այժմ կուսումնասիրի բողոքը եւ կորոշի հետագա գործողություններն ու իրավական պաշտպանության միջոցները։ Սոկար Թրեյդինգը Ադրբեջանի պետական նավթային ընկերության Սոկարի Շվեյցարիայում տեղակայված դուստր ձեռնարկությունն է, որը հանդիսանում է Ադրբեջանի նավթային ոլորտի առևտրային եւ ֆինանսական օղակը եւ ադրբեջանական պետության եկամտի առանցքային աղբյուրը։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ամբողջական տեղահանությանը, փաստացի վերջ դնելով տարածաշրջանում հայերի դարավոր ներկայությանը։ Հիմնվելով բազմաթիվ հեղինակավոր փորձագետների, այդ թվում միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի վերլուծությունների վրա բողոքը ներկայացրած կազմակերպությունները պնդում են, որ այս արշավը իրենից ներկայացրել է էթնիկ զտում եւ հնարավոր է ցեղասպանություն։ Բողոքը պնդում է, որ Սոկար Թրեյդինգը իր ֆինանսական եւ առևտրային գործունեությամբ նպաստել է ադրբեջանական պետության տնտեսական ռեսուրսների համալրմանը եւ հետեւաբար ըստ ՏՀԶԿ ուղեցույցների ուներ հստակ պարտավորություն իրականացնելու մարդու իրավունքների մանրակրկիտ պատշաճ ուսումնասիրություն, due diligence եւ արձագանքելու իր գործունեությունից բխող ռիսկերին։ Իրենց հայրենիքից մոտ 150,000 հայերի բռնի տեղահանումը Հարավային Կովկասում վերջին տասնամյակների լրջագույն հումանիտար ճգնաժամերից մեկն է, ընդգծել է Չիկագոյում գործող միջազգային իրավաբան եւ կոմիտեի անդամ Գառնիկ Քերքոնյանը։ Այդ գործողությունների համար պատասխանատու պետությանը ֆինանսապես աջակցող ընկերությունները չեն կարող անտեսել միջազգային չափանիշներից բխող իրենց պարտավորությունները։ Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ բողոքարկուները նաև հիշեցրել են, որ ուղիղ 1 տարի առաջ Շվեյցարիայի Դաշնային ժողովի 2 պալատները ընդունեցին միջնորդություն, հանձնարարելով Շվեյցարիայի արտաքին գործերի Դաշնային դեպարտամենտին կազմակերպել խաղաղության ֆորում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչների միջև։ 1 տարի անց նման ֆորում դեռևս չի գումարվել։ Կոմիտեն եւ նրա գործընկերները հայտնել են իրենց շարունակական ակնկալիքը, որ Շվեյցարիայի իշխանությունները կկատարեն խորհրդարանի այս հանձնարարականը, որը նրանց համոզմամբ կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդար եւ կայուն խաղաղության կառուցման գործում։
Շվեյցարիան պետք է ակտիվորեն ներգրավի բնիկ ժողովուրդների պաշտպանության եւ նրանց ինքնորոշման իրավունքի ապահովման գործում, ինչպես երաշխավորված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, ասել է Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիայի պատվավոր նախագահ Սարգիս Շահինյանը։ Որպես չեզոք պետություն, Շվեյցարիան ունի բարենպաստ դիրք կառուցողական դեր խաղալու այս տասնամյակների հակամարտությանը արդարացի հանգուցալուծում տալու գործում։ Տևական խաղաղությունը չի կարող կառուցվել էթնիկ զտումների վրա, նշել է Ցյուրիխում գործող քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպություն ՀԿ-ի հանրային շահերի պաշտպանության տնօրեն Ջոել Վելտկամպը, ով նույնպես ելույթ է ունեցել մամուլի ասուլիսում։ Իրանի հետ նոր հակամարտությունն առավել քան երբևէ պարզ դարձրեց կենսական նշանակություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ անվտանգության կառուցման կարեւորությունը։ Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի երկու անդամներ մասնակցում են Ժնևում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների խորհրդի տարեկան նստաշրջանին։ Ելույթ ունենալով լիագումար նիստերին մի քանի հավատարմագրված ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով նրանք խորհրդի ուշադրությունն են հրավիրել Բաքվի բանտերում հայ պատանդների Ադրբեջանի կողմից շարունակվող ապօրինի պահման, Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը չկատարելու Ադրբեջանի մերժման, որով պահանջվում է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձն իրենց պատմական հայրենիք, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր եւ մշակութային հուշարձանների շարունակական ոչնչացման փաստերի վրա։ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության CSI-ի ներկայացուցիչները երկուշաբթի օրը ՄԱԿ-ում բարձրացրել են Արցախի, Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանության հարցը, միջազգային հարթակներում նորից ուշադրություն հրավիրելով վերադարձի իրավունքների վրա։ CSI-ը հայտնել է, որ զեկույցը ներկայացրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ Ադրբեջանի համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակում, որի ընթացքում գնահատվում է անդամ պետությունների մարդու իրավունքների վիճակը։ Կազմակերպությունը նշել է, որ ավելի քան 120,000 էթնիկ հայեր տեղահանվել են 2023 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց Արցախի նկատմամբ։ Այն մեղադրել է Բաքվին միջազգային դատարանի հրահանգները չկատարելու մեջ, որոնք պահանջում էին ապահովել տեղահանվածների անվտանգ եւ անխոչնդոտ վերադարձը։ Զեկույցում նշվում է նաև հայկական տների, ինչպես նաև մշակութային եւ կրոնական ժառանգության ենթադրյալ ոչնչացումը։ CSI-ը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել նշանակել հատուկ զեկուցող իրավիճակը մշտադիտարկելու համար։ Ներկայացումը տեղի է ունեցել, չնայած Ադրբեջանի առարկություններին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, ընդգծելով հարցի քաղաքական զգայունությունը։ Գառնիկ Քերքոնյանը հայտարարել է, որ տեղահանված հայերի վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի հարց է եւ չպետք է դառնա քաղաքական բանակցությունների առարկա։ Նրա խոսքով այդ իրավունքը պատկանում է տեղահանվածներին, ոչ թե որևէ պետության, ներառյալ Հայաստանը։ Քերքոնյանը նշել է, որ ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը իրավասու չեն հրաժարվել այդ իրավունքից մարդկանց փոխարեն։ Նա հավելել է, որ վերադարձի իրավունքի պահպանումը կարևոր է կայուն լուծման համար եւ պետք է ներառվի ցանկացած խաղաղության համաձայնագրում անվտանգության եւ հիմնարար իրավունքների երաշխիքների հետ միասին։ Արցախի կարգավիճակը եւ տեղահանվածների ապագան մնում են առանցքային հարցեր Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում եւ շարունակում են քննարկվել միջազգային հարթակներում, այդ թվում ՄԱԿ-ում։ ԵԽ նախարարների կոմիտեն Բաքվից պահանջում է բարեփոխումներ եւ Սաֆարովի գործով որոշման կատարում։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել բարեփոխել ազգային օրենսդրությունը, բացառելու հայերի նկատմամբ պատելության ցանկացած դրսևորում։ Այս դիմումը հաջորդել է Ռամիլ Սաֆարովի գործով մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կատարման ընթացքի գնահատմանը։ Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսին ՄԻԵԴ-ը արձանագրել էր, որ Ադրբեջանը խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ կյանքի իրավունք եւ 14-րդ էթնիկ խտրականության արգելք հոդվածները։ Աղմկահարույց գործը վերաբերում է սպա Ռամիլ Սաֆարովին, ով 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ծրագրին համատեղ մասնակցության ժամանակ կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Չնայած այն հանգամանքին, որ Սաֆարովը Հունգարիայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման, Ադրբեջանին արտահանձնվելուց հետո նա անմիջապես ներման էր արժանացել նախագահ Իլհամ Ալիևի կողմից, հրախուսվել եւ հերոսացվել։ Քանի որ մեր հարևանները բացահայտ եւ անկաշկանդ ձևով են խախտում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անխոչնդոտ տարածքներ են զբաղեցնում ու ամրանում, օդային տարածությունն են օգտագործում առանց թույլտվության եւ հոխորտում են, թե շնորհակալ եղեք, որ ձեզ չենք ոչնչացնում, զուտ մեր դիվանագիտության համար հիշեցնեմ, որ աշխարհում գոյություն ունի դեպի ծով ելք չունեցող պետությունների հատուկ իրավական կարգավիճակ, որը նրանց թույլ է տալիս առավել դյուրին եղանակով օգտագործել հարևան պետությունների ցամաքային եւ օդային տարածքը, գրում է Տարոն Սիմոնյանը։ Հայաստանի
Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է թե առևտրի համաշխարհային կազմակերպությանը, թե Սևծովյան տարածաշրջանային տնտեսական կազմակերպությանը, թե դեպիծով դիելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին Նյու Յորքի կոնվենցիային, թե ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային եւ մի շարք այլ միջազգային իրավական փաստաթղթերին, որոնք իրավունք են տալիս մեր նման պետություններին անխոչնդոտ մուտք ունենալ դեպի ծով, օրինակ Թուրքիայի տարածքով։ Այս բոլոր փաստաթղթերի հիմքում ընկած գերիշխող սկզբունքն այն է, որ աշխարհագրությունը չպետք է իրավական եւ տնտեսական անբարենպաստ հանգամանք հանդիսանա դեպի ծով ելք չունեցող պետությունների համար։ Իսկ այդ պետությունները, որպես միջազգային սովորութային իրավունքի դրսևորում, ունեն ծով մուտք գործելու իրավունք, որը լրացվում է տարանցիկ պետությունների պայմանագրային պարտավորություններով։ Բայց արի ուտես, որ չենք կարողանում ունենալ, որովհետև մեր երկու հարևանները, բացի այն, որ ագրեսիա են ցուցաբերում մեր նկատմամբ եւ շարունակում են ցեղասպանության քաղաքականությունը, այլ նաեւ վերոնշյալ շատ կոնվենցիաների կոպիտ խախտմամբ փակ են պահում մեր սահմանները։ Ինչու՞, որովհետև կարողանում են։ Իսկ կարողանում են, որովհետև մենք թույլ ենք տալիս։ Իսկ թույլ ենք տալիս, որովհետև զբաղված ենք ոչ թե ազգային ներուժը զարգացնելով, այլ ոչնչացնելով այն ամենը, ինչ ունակ է նպաստել այդ ներուժի զարգացմանը։ Իսկ ինչու ենք դա անում, որովհետև չենք ցանկանում մտածել եւ ստանձնել պատասխանատվություն մեր որոշումների եւ ապագայի համար։ Իսկ ինչու ենք հրաժարվում ուղեղից, որովհետև հեշտ է անչափահաս լինելը, մեզ զբաղեցնելը ներքին քաղաքական բամբասանքներով ու փրկիչների մեծարանքով եւ տգիտության ու անբարոյականության քարոզիչների քաղաքական սերիալներով։ Փաշինյանը հայ ժողովրդին սպառնում է Ալիևի երկաթյա բռունցքով, գրում է Տաթևիկ Հայրապետյանը։ Արդեն 2 օր է, ինչ քանդենք պետությունը կուսակցության անդամները իրենց ղեկավարի հետ միասին պատերազմի սպառնալիքների տարափ են թափում հայ հանրության գլխին։ Փաստացի ասում են, Ալիևին կասենք կհարձակվի Հայաստանի վրա, եթե չգնաք ՔՊ-ին ձայն չտաք։ Դե իրենք էլ Ալիևի օգնությամբ պետք է մնան իշխանության, որ Հայաստանը պահեն թույլ ու կզած։ Ինչևէ մեզ սպառնում են Ալիևի երկաթյա բռունցքով։ 8 տարվա մեջ դրան հասան իշխանական մուտիլովշիկները։ Մեր քթի տակ 2022 թվականից հյուսվել է հստակ զավթողական հայեցակարգ Արևմտյան Ադրբեջան անվամբ, բայց դա հեչ, այ որ ԿՊ-ն չլինի իշխանության, Ալիևը այնքան կբարկանա, որ կհարձակվի Հայաստանի վրա։ Սա է քանդենք պետության նախընտրական խոսույթը։ Հաստացի այս մարդկանց համար ոչ պատերազմը, ոչ խաղաղությունը որևէ նշանակություն չունեն։ Իրենք կարող են շաբաթվա մեջ 3 օր ասել, որ աննախադեպ խաղաղություն են բերել, հետո 4 օր սպառնալ նոր պատերազմով։ Իրենց համար սրանք պարզապես դատարկ բառեր են։ Իրենց կառավարման ընթացքում մենք ունեցել ենք հազարավոր զոհեր, ունեցել ենք պատերազմ, որտեղ կային հերոսություն, անձնազոհություն, անսահման ցավ, անպատկերացնելի վիշտ, նաև սեր, ընկերություն, կարեկցանք, ապրումակցում։ Բացի այդ, իրենք այդքանից հետո չեն բավարարվում մեր հայրենակիցների ու արժանապատվության համար իրենց կյանքը տված հերոսների կռիվն արժեզրկելով։ Հիմա արդեն սեփական իշխանության պահպանման համար սահմանում են բարոյազրկության եւ ստորության նոր նշաձողեր։ Խաղում են մեր ճակատագրերի, կյանքերի, առողջության, նյարդերի հետ։ Վախեցնում են հայ զինվորի ծնողին, պահելով նրան մշտական սարսափի մեջ։ Ընդ որում ԱՄՆ միջնորդության պայմաններում անգամ Ալիևը ռիսկ չի անում նման ակնհայտ սպառնալիքներ հնչեցնել։ Փոխարենը հսկայական ռեսուրս կդնի մեր դեմ զավթողական ծրագրեր գծելու համար, իսկ ԿՊ-ն էլ կզբաղվի դրանց լեգիտիմացմամբ։ Կամ Հայաստանը կմնա թույլ, անպաշտպան, չի ունենա պատմություն, իրավունք, ինքնություն ու դեմք, կամ իբր մեզ վրա կհարձակվեն։ Սա է այն կեղծ ու տխմար դիլեման, որ հրամցվում է հայ հանրությանը։ Մեզ բազմաթիվ նման անհեթեթ դիլեմաներ են հրամցվել, որոնց նպատակը մեզ խեղճ ու վախեցած պահելն է։ Պատերազմը վախենալու բան է։ Դժվար թե գտնվի մեկը, ով չի վախենում պատերազմից, բայց վախեցնելով, սարսափ տարածելով, ի վերջո հոգեբանորեն ու բարոյապես կոտրելով պատերազմը չես կանխում, այլ ընդհանրապես մարդկանց դարձնում ես անպաշտպան իրենց պետության դեմ հյուսվող մարտահրավերներին դիմակայելու հարցում։ Մի քանի կանգառից ուրախ ավտոբուսը մեզ կհասցնի Արևմտյան Ադրբեջան, գրում է Սոնա Աղեկյանը։ Մինչ ուրախ ավտոբուսում կերուխում է հարևան կիրթ ու կառուցողական Ալիևը հետևողականորեն աշխատում է։ Խնդրեմ, ահա այս կայքը ներկայացնում է ոչ թե չեզոք պատմություն, այլ քաղաքական օրակարգ ունեցող քարոզչական հարթակ, որը շղթում է հայկական պատմական ներկայությունը մեր պապերի հողում եւ կարող է օգտագործվել ապագա պահանջների արդարացման համար։ Աշխարհում ընթանում է նարատիվների, պատումների պատերազմ, գրում է Տաթևիկ Հայրապետյանը։ Տարբեր հակադիր կողմեր պայքարում են, թե ում նարատիվն է գերակա, ումն է ընկալելի։ Այս պայմաններում ՀՀ իշխանությունները հրաժարվում են ունենալ նարատիվ, հրաժարվում են պատմել մեր պետության դեմ տեղի ունեցած ու հստակ փաստագրված հանցագործությունների մասին։ Պատժում են նրանց, ովքեր օտարերկրյա բարձրաստիճան հյուրերին փաստական նյութ են տալիս Արցախում տեղի ունեցածի մասին։
Զուգահեռ իրականության մեջ Ադրբեջանում պետական հստակ հրահանգով, ֆինանսավորմամբ ու աջակցությամբ զարկ է տրվում շատ վտանգավոր Արևմտյան Ադրբեջան զավթողական հայեցակարգին։ Այն ներառվել է հանրակրթական դպրոցներում, բուհերում, պետական համակարգում, լրատվադաշտում։ Ամենօրյա մակարդակով շարքային ադրբեջանցին լսում են, որ Հայաստանը իր պատմական հողն է, իսկ հայերը ցեղասպան ժողովուրդ։ Եթե մարդը մի քիչ գիտակից է, ինձ թվում է կարիք չունի, որ ես բացատրեմ, թե սա ինչ է նշանակում։ Սա որևէ կերպ չի կարելի խառնել փախստականների թեմայի հետ։ Սա պետության նկատմամբ հստակ զավթողական ծրագիր է։ Ես այս թեմայով շարունակ խոսում եմ եւ խոսելու եմ, որովհետեւ ես գիտեմ Ադրբեջան պետությունը, ես ճանաչում եմ այդ երկրի ղեկավարության մտածելակերպը, ես գիտեմ, որ այս զավթողական հայեցակարգը հեռուն գնացող նպատակներ ունի, դրա համար էլ հսկայական գումար է դրվում սրա վրա։ ՀՀ իշխանությունները ոչ միայն որևէ քայլ չեն արել սա չեզոքացնելու, սա Ալիևի դեմ ուղղելու համար, այլ արշավ են սկսել մեր պատմության, մեր ինքնության, մեր իրավունքների դեմ։ Ինչևէ, սույն գրառմամբ ես ուզում եմ դիմել հատկապես պատմաբան եւ հասարակագետ գործընկերներին։ Մի անտեսեք այս թեման, սա չափազանց լուրջ է։ Եթե սա չկանխվի, չեզոքացվի, սա մեծ խնդիր է դառնալու, քանի որ համաշխարհային մասշտաբի հասնող անհեթեթ իրականության պայմաններում ամենատգետ ու վտանգավոր թեզերը կարող են դառնալ քննարկման առարկա։ Դա բացառելը դրված է մեր ուսերին, քանի որ նրանք, ովքեր կոչված են դա անել, չեն անելու, ավելին, ճիշտ հակառակն են անելու։ Դրա համար հորդորում եմ ձեզ ուշադրություն դարձնել այս թեմային։ Եթե կարիք ունենաք լրացուցիչ նյութերի ձեր հետազոտությունների համար, ես դրանք կտրամադրեմ, բայց լռության մի մատնեք այս թեման։ Ինձ համար ծանր է մենակ մտնել այս թեմայի ուսումնասիրության բեռի տակ։ Սա մի մարդու զբաղվելու թեմա չէ։ Արդարադատության նախարարությունը հերքում է, որ ավելի վաղ լրատվամիջոցներում հրապարակված նախագիծը իրենց մշակած վերջնական տեքստն է։ Միևնույն ժամանակ ոչ հերքում, ոչ հաստատում են, որ իրենց մշակված տեքստից հանվել է հղումը անկախության հռչակագրին։ Դա այն տեքստը չէ, որ մենք պետք է հրապարակենք։ Մենք նոր տեքստ ենք հրապարակելու, ոչ թե սահմանադրության փոփոխությունների։ Ազատության հետ զրույցում պնդեց արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը։ Իշխանություն լրատվականն այսօր պնդեց, որ իր ձեռքի տակ է հայտնվել ՀՀ սահմանադրության փոփոխված տարբերակը։ Այս լրատվականի հրապարակած տեքստի նախաբանից պակասում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման մասին ձևակերպում պարունակող անկախության հռչակագրին հղումը։ Մարիամ Մելքումյանը չպատասխանեց հարցին, արդյոք անկախության հռչակագրին հղումը նախարարության մշակած նախագծում հանվել է։ Ասաց, օրվա ընթացքում հանդես կգան հավելյալ պարզաբանմամբ։ Անկախության հռչակագիրը սահմանադրությունից հանել պահանջում է Ադրբեջանը, պնդելով, որ միայն դրանից հետո Հայաստանի հետ կստորագրի խաղաղության համաձայնագիրը։ Անձամբ Նիկոլ Փաշինյանն է հռչակագիրը կոնֆլիկտածին որակել, կարծիք հայտնել, որ նոր սահմանադրության նախագծում անկախության հռչակագիրը չպետք է հիշատակվի, բայց տեքստը մշակող արդարադատության նախարարությունը այնուհանդերձ պահում է գլխավոր ինտրիգը՝ հանելու թե պահելու են հղումը։ Ավելի ուշ նախարարությունը պաշտոնական կայքեջում հրապարակեց պարզաբանում։ Լրատվամիջոցներում շրջանառվող նոր սահմանադրության նախագծի հետ կապված տեքստը չի հանդիսանում այն փաստաթուղթը, որը նախատեսվում է հրապարակել։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է իր գործունեությունը եւ վերջնական տարբերակի ձևավորման գործընթացում կատարվում են ինչպես բովանդակային, այնպես էլ խմբագրական փոփոխություններ։ Ըստ այդմ առկա են բազմաթիվ աշխատանքային, ընդհուպ սևագիր տարբերակներ, գործող սահմանադրության տեքստի վերլուծական վարժություններ։ Կոչ են կանում առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ եւ սպասել նոր սահմանադրության նախագծի պաշտոնական հրապարակմանը։ Իշխանություն լրատվականի ձեռքի տակ է հայտնվել ՀՀ սահմանադրության փոփոխված տարբերակը, գրում է Լիա Սարգսյանը։ Տեքստում կարմիրով տողերն ավելացվածներն են, իսկ ջնջվածները սահմանադրությունից հեռացված տողերը։ ՀՀ սահմանադրությունում արված փոփոխությունները հարվածի տակ են դնում ժողովրդի հիմնարար արժեքները՝ պատմությունը, ընտանիքի ինստիտուտը, Սփյուռքի հետ կապը եւ հայ լինելու առաջնահերթությունը Հայաստանում։ Բայց ամենազավեշտալին այն է, որ պետության արժեհամակարգը խարխլող փոփոխված սահմանադրությունը ներկայացվում է եվրոպական արժեքների գեղեցիկ փաթեթավորմամբ։ Այսպես, սահմանադրության նախաբանում պատմական հիշողությունը ջնջված է։ Անկախության հռչակագրի մասին որևէ հիշատակում անգամ չկա, մինչդեռ գործող սահմանադրությունը հիմնված է անկախության հռչակագրի վրա։ Հռչակագրում ասվում էր. հայ ժողովուրդը հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իրազատասեր նախնիների սուրբ պատգամը ընդունում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Այս հղումը հանվել է նոր սահմանադրության տեքստից եւ փոխարինվել է հետեւյալ տողերով. Հայաստանի Հանրապետության ժողովուրդը առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության եւ պետականության շարունակականության պահպանման, մարդու իրավունքների ու ազատությունները պաշտպանելու, ժողովրդավարական եւ իրավական պետությունը ամրապնդելու, ժողովրդի անվտանգությունն ապահովելու եւ ընդհանուր բարեկեցությունը խթանելու նպատակներով, ինչպես նաեւ ապագա սերունդներին խաղաղ, անվտանգ եւ բարեկեցիկ հայրենիք ժառանգելու հանձնառությամբ ընդունում է Հայաստանի Հանրապետության
սահմանադրությունը։ Անկախության հռչակագիրը ՀՀ սահմանադրությունից պոկելը Ալիևի պահանջն էր, քանի որ այնտեղ Արցախի մասին հիշատակում կար եւ խոսվում էր պատմական հայրենիքի ու հողերի վերականգնման մասին։ Նոր սահմանադրության մեջ ջնջված է 35-րդ հոդվածի 2-րդ կետը, որտեղ ասվում էր, որ ամուսնանալիս ամուսնության ընթացքում ամուսնալուծվելից կինը եւ տղամարդն ունեն հավասար իրավունքներ։ Այս հոդվածի փոփոխությունը ենթադրում է, որ փոխվում է ավանդական հայ ընտանիքի մոդելը եւ որ ընտանիք կարող է համարվել նաեւ նույնասեռ անձանց միությունը։ Ծնողների իրավունքները եւ պարտականությունները սահմանող 36-րդ հոդվածը այնպես է փոխվել, որ երեխաներն այլևս պարտավորություն չունեն խնամել իրենց տարեց ծնողներին։ Այս հոդվածի 3-րդ կետը սահմանում էր. չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ եւ կարիքավոր ծնողների մասին։ Մանրամասները սահմանվում են օրենքով։ Սա ամբողջությամբ հանվել է։ Նոր սահմանադրությամբ ազգությամբ հայ մարդը պարզեցված կարգով այլևս չի կարող դառնալ ՀՀ քաղաքացի։ Ամբողջությամբ ջնջված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը սահմանող 47-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերը։ Սա նշանակում է, որ մեր սփյուռքահայերը այլևս պարզեցված կարգով չեն կարող դառնալ ՀՀ քաղաքացի։ Սահմանադրությունից ամբողջությամբ ջնջված է 113-րդ հոդվածը, որը իրավունք էր տալիս ազգային ժողովի падգամավորներին գրավոր հարցապնդումներով դիմել կառավարության անդամներին, այդ թվում վարչապետին, այլ կերպ ասած պահանջել թափանցիկություն եւ հաշվետվողականություն։ Նոր սահմանադրությամբ խորհրդարանական վերահսկողությունը թուլանում է եւ քաղաքական համակարգը կարծես դառնում է միապետական։ Նպատակը պարզ է, որպեսզի ընդդիմությունը չկարողանա ազդել կառավարության վրա եւ վարչապետը ունենա լիակատար ազատություն։ ՀՀ սահմանադրության ամենակարևոր հոդվածներից մեկը 205-րդ հոդվածը այնպես է փոխվել, որ հայ ժողովուրդը այլևս չի կարողանալու վերահսկողություն ունենալ իր երկրի ճակատագրի վրա։ ՔՊԱ-ական իշխանության գրած սահմանադրությունը թույլ է տալիս կառավարությանը եւ ազգային ժողովին որոշել երկրի անդամակցությունը միջազգային կազմակերպություններին առանց հանրաքվեի։ Նոր սահմանադրությամբ անցումային դրույթը թույլ է տալիս, որ եթե Հայաստանը անդամակցել է որևէ միջազգային կազմակերպության մինչև 2015 թվականը, ապա այդ կազմակերպության անդամակցությունը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու հարցը կարող է լուծվել միայն ազգային ժողովի միջոցով առանց հանրաքվեի։ Այս հանգամանքը հատկապես լուրջ խնդիր է ստեղծում ԵԱՏՄ-ի անդամակցության դեպքում, քանի որ Հայաստանն արդեն միացել էր այդ կազմակերպությանը 2015-ին նախկին սահմանադրության համաձայն։ Չհրապարակված, բայց փաստացի գործող խաղաղության պայմանագիրն է ներկայացրել Արեգ Զավգուլյանը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն հաստատված է միակողմանի խաղաղության պայմանագիրը, որը գործելու է մինչև հունիսի 15-ը, կախված Հայաստանի հետընտրական իրավիճակից։ Ադրբեջանի նախագահի վերջին ասուլիսը փակագծեր բացեց եւ մեզ համար պարզ դարձավ ողջ ներկապնակը տնային առաջադրանքների հոլովույթում եւ դրանից դուրս։ Միակողմանի խաղաղության պայմանագրի հիմնական հոդվածն էր Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ձեռբակալում որպես պատերազմի հանցագործների եւ ահաբեկիչների եւ քրեական պատասխանատվության ենթարկում Ադրբեջանի օրենսդրության համաձայն։ Ղարաբաղի հայաթափում մինչև 2023 թվականի սեպտեմբերը Հայաստանի կողմից աջակցություն, որպիսի ընդունի վտարանդիներին եւ ապահովի անհրաժեշտ կենսապայմաններ։ Սահմանազատման ոչ պաշտոնական հանձնաժողովի ձևավորում, որը Հայաստան-Ադրբեջան սահմանային չեզոք տարածքներում եւ ներառյալ ՀՀ սուվերեն հատվածում ելնելով աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից, կապահովի ադրբեջանական զինուժի անարգել դիրքավորումը ու հենակետերի կառուցումն ու ինժեներական կահավորումը։ Հայաստանի նկատմամբ Եվրոպական արբիտրաժային դատարան 150 միլիարդ դոլարի հայցի ներկայացում Արցախում եւ հարակից ադրբեջանական այլ սուվերեն տարածքներում բնապահպանական վնաս հասցնելու համար, ներառյալ հանքերի կամայական շահագործում, անտառահատում եւ այլն։ Հայ առաքելական եկեղեցու ապա քաղաքականացում եւ կաթողիկոսի հեռացում, եկեղեցու վերածում կրոնական հարցերով պետական դեպարտամենտի ՀՀ վարչապետի աշխատակազմում եւ վերջինիս ենթակայության տակ, ապահովել Հայաստանում մնացած կրոնական համայնքների, այդ թվում Հայաստանում իսլամի ազատ տարածման իրավունքը։ Սյունիքի Մարսի օդային տարածքի անարգել օգտագործում ադրբեջանական ռազմական եւ քաղաքացիական ավիացիայի համար հիմք ընդունելով միջազգային ավիացիոն իրավունքի դրույթները։ ՀՀ սահմանադրության փոփոխություն եւ խմբագրում, անկախության հռչակագրի վերացում եւ հոդված 20-ի փոփոխություն։ ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է եւ ադրբեջաներենը։ ՀԱԵ-ի մասով սահմանել, որ այն այլևս չի հանդիսանում բացառիկ կրոնական կառույց եւ օգտվում առավելապաշտական դիրքից։ ՀՀ-ից 1988 թվականից Ադրբեջան արտագաղթած ադրբեջանցի 300,000 փախստականների վերադարձ, ՀՀ քաղաքացիության տրամադրում շտապեցված կարգով, նրանց գույքային իրավունքների վերականգնում եւ կացարանով ապահովում, մզկիթների կառուցում եւ անհրաժեշտ կոմունիկացիաների ստեղծում, դպրոցներ, մշակութային կենտրոններ։ 300,000 ադրբեջանցի փախստականներին արագացված կարգով տրամադրել ՀՀ քաղաքացիություն եւ վերականգնել նրանց գույքային իրավունքները։ Զանգեզուրի միջանցքում եւ ադրբեջանաշատ համայնքներում ադրբեջանի քաղաքացիների անվտանգության ապահովման եւ կարգուկանոնի հաստատման նպատակով
տեղում ձևավորել ադրբեջանական ներքին գվարդիա։ Հայկական զինուժը պետք է կրճատվի 25%-ով։ Պետք է կրճատվեն նաև ռազմական կարիքների մասով ծախսերը։ Հայաստանի եւ Ադրբեջանի հոսանքի, գազի եւ խմելու ջրի կոմունիկացիաները պետք է սինխրոնիզացվեն։ Սևանա լիճը եւ Սյունիքի մարզի բնական պաշարները պետք է օգտագործվեն համատեղ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական պայմանագիրը կկնքվի 2026 թվականի սեպտեմբերի 21-ին Երրորդ հանրապետության անկախության հռչակման եւ Չորրորդ հանրապետության կամ Թուրանական Կովկասյան վիլայեթի ձևավորման օրը, եթե գալիք համապետականին ՔՊ-ն հաղթի։ Հետգրություն. ՀՀ իրավապահ մարմիններն ու հատուկ ծառայություններն այս ամենը տեսնում են, թե ոչ, այս է խնդիրը։ Իսկ գործող իշխանության ներկայացուցիչները իրենց վարչապետի հետ միասին շարունակում են անօրինական քարոզարշավը։ Facebook-ը տարածիորեն ողողված է այս երկու տեսանյութերով, ինչպես նաև դրա հետ կապված մեկնաբանություններով։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։ Զգուշացեք, դռները փակվում են, հաջորդ կայարանը քաղաքական անմեղսունակության եւ բարոյական սնանկության հրապարակ։ Ու այս քարտեզի մասին տես կամահարանքով չխոսակ, որևէ մեկը կխոսեմ տեն ձեզ այդ բարձր։ Ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Եթե մեկ ու Ղարաբաղցի, Արցախցի է գտել, ովքեր ձեր իշխանաճյուղներ են անում, այդ չի նշանակում, որ բոլոր արցախցիները լսեք, տասնյակ հազարավոր քաղաքացիներ մեզ չստիպեք, մենք շուտանք, մենք շատ ուշանում ենք։ Վերջին կանգառնա։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ Տասնյակ հազարավոր Ղարաբաղցիներ այսօր Հայաստանի քաղաքացիություն են ստացել եւ բնակավորվում են Հայաստանում։ Այդ մարդկանց իզուր Մինչև էլ կապույտ անձնագրեր ունենք Հայաստանի Հանրապետության, որը անձնագիր է ու ոչ ճամփորդական փաստաթուղթ։ Այո։ Իգիտություն ձեզ մեզ։ Ես գիտեմ իգիտություն ձեզ եւ դա Հայաստանի Եթե մարդիկ նորից քաղաքացիություն են վերցնում, դա նշանակում է, որ իրենք ուրիշ ճարք չունեն։ Մարդիկ առանց գործ ապրում են, բարձ են տալիս, մարդիկ ցանկանում են գոնե չին բնակվում արդից օգտել, ուզու դա է վաճառը, ոչ թե մարդիկ գտնում են, որ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն։ Եվ վարչապետը սկսում է փողոցում կամ մետրոյում վիճել քաղաքացու հետ ու մեղադրել նրան իր իսկ դժբախտության մեջ, դա նշանակում է, որ այդ իշխանությունն այլևս չունի ոչ փաստարկ, ոչ պատասխանատվություն եւ ոչ էլ բարոյական եւ քաղաքական հենարան, գրում է Յանա Գաբելիա Մանթաշևան։ Ատելության մաստեր կլաս Փաշինյանից, գրում է Գոր Մադոյանը։ Մարդկանց 44-օրյա պատերազմում հայրենազրկել են, կոտորել, սարքել փախստական։ Հետո Փաշինյանը պատերազմը կանգնեցնելու ու իր քաղաքական կաշին փրկելու համար նոյեմբերի 9-ով խոստացել է ռուսներին միջանցք տա, հանձնել Աքելբաջարը, պատրաստի շրջափակման օղակ ստացել, գցել բեռռսների վրա, հետո եկել է ընտրությունների մարդկանց ցավի վրա աղլեցրել ու մոլորեցրել, թե Շուշին ու Հադրութը հետ կբերենք։ Հետո մարդկանց կրկին շրջափակել են, սովի մատնել, վերջում կոտորել ու վռնդել, էթնիկ զտել սեփական հողից ու տնից։ Հետո ասել են դուք քաղաքացի չեք, նորից անձնագիր հանեք, հետո ասել են, որ խոսում եք ձեր հողից ու ջրից, պատերազմի սադրիչ եք։ Վերջում էլ այդ ամբողջ Բորշի քավոր կատարողը վրեդ մունաթը գալիս, թե բա փախածներով չասեք Արցախը հանձնել եմ։ Հերիք չի իրավունքն է հանձնել, հիմա էլ հիշողությունն է հանձնում, կոտորածից, սովից, մազապուրց մարդկանց էլ ասում է փախած։ Այդ ամեն ինչի համար էլ խաղաղության մրցանակ է ստացել։ Արցախցիների չկռվելու ու փախնելու այսօրվա հերթական զառանցանքի պատասխանը այս ցանկն է, իր Facebook-յան էջում գրել է Գեգամ Մանուկյանը։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ծառայողների աշխարհազորի նահատակների անունները, որոնք ինձ տրամադրել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը գաղտնի գրությամբ, որ չհրապարակեմ։ Հետո հնարավոր եղավ այլ աղբյուրներից էլ հայթայթել ու դեռ 2024-ին եմ ցանկը հրապարակել։ Աղոթենք նրանց հոգու հանգստության համար։ Արչևում վճռորոշ ընտրություններ են, որոնք վերջնականապես որոշելու են, արդյոք մենք արժանի ենք ապրել պատմականորեն մեզ պատկանող այս հողի վրա, թե ոչ։ Facebook-յան իր էջում գրում է Եգանյան Արամոն։ Այս ընտրությունները ցույց կտան, թե ինչն է իրականում առաջնային հայ ժողովրդի համար՝ արժանապատվության վերականգնումն ու ազգային արժեքների պահպանումը, թե սեփական շահն ու ժամանակավոր բարեկեցությունը։ Հուսով եմ, այս ընտրությունները հուսախաբ չեն անի հայրենիքի ապագայով մտահոգ մեր հայրենակիցներին։ Կարճ ասած, նորից նախիրի մեջից էշի ճակատը չփաչեք։ Այս նկարի օրիգինալ տարբերակը ընտրություններից հետո, խոստացել է հեղինակը։ Այս շաբաթ այսքանը, սիրելի հայրենակից, եւ եթե լուրերի մեր թողարկումները քեզ համար կարեւոր են, կոչ ենք անում միանալ մեր ազգային հարթակին, նպաստել իրական Հայաստանի հարատևմանն ու հզորացմանը։ Իսկ շաբաթվա իրական լուրերը ձեզ ներկայացրեց ազգ նախաձեռնության անդամ Ստելլա Հովսեփյանը։ Կհանդիպենք մյուս չորեքշաբթի։